Խաղաղության օրակարգ Վաշինգտոնի փաստաթղթեր։ Կարևոր այս թեմաներն են եղել Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ հանդիպման առանցքում։ Նոյեմբերի 17-ից 19-ը ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանն էր այս հնարավորությունը ընձեռել։ Վեհաժողովի պատմության մեջ սա առաջին հանդիպումն էր։ Մտքեր փոխանակեցինք խաղաղության օրակարգի վերաբերյալ, քննարկումներ ունեցանք երկու խորհրդարանների անելիքների վերաբերյալ նաև եւ հիմնական շեշտադրումները բնականաբար այն էր, որ երկու կողմի գործողություններն էլ խոսույթն էլ բացառապես պետք է բխեն օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններից։ Հանդիպման նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ հոկտեմբերի 21-ին, երբ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել էր Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։ Այլ խոսակցություն, քան խաղաղության վերաբերյալ խոսակցությունները չեն կարող տեղի ունենալ, եւ շփումները հենց դրա մասին էին։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում երկու խորհրդարանների միջև այլ ֆորմատներով նաև հնարավոր կլինի աշխատանքներ իրականացնել։ Բնականաբար արձարծվել են երկկողմ հուզող հարցեր, մենք բարձրացրել ենք մեզ հուզող հարցերը, անդրադարձ են կատարել բնականաբար նաև գերիների վերադարձի հարցին, այս իմաստով էլ եւս կարծում եմ, որ խորհրդարաններն իրենց դերակատարումը կարող են ունենալ։ Հովհաննիսյանն ընդգծում է, երկու երկրների քայլերը պետք է բխեն Վաշինգտոնյան փաստաթղթերից։ Դրանք են խաղաղության հասնելու հիմքերը, նկատում դրանից դուրս քննարկումները կարող են խնդիրներ առաջացնել։ Գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունով անցնելու է Թրամփի ուղին եւ բացի Թրամփի ուղուց այլ որևէ ճանապարհ, այլ անունով ճանապարհ Հայաստանի Հանրապետությունում չի անցնում։ Ըստ էության սա որևէ կերպ ադրբեջանցի գործընկերների կողմից չի հերքվում եւ օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններն ու փաստաթղթերը բարձր ուրեմն գնահատականի են արժանանում։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակության անդամի խոսքով Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը դրական հունով է ընթանում։ Ուղիղ միմյանց հետ ենք խոսում, առանց որևէ միջնորդների, ուղիղ ասում ենք այն, ինչ մենք մտածում ենք, լսում ենք այն, ինչ իրենք են ուղիղ մտածում, ինչը ես կարծում եմ չի կարող դրական չլինել։ Հետևաբար նմանատիպ հանդիպումների ընթացքում պետք է առաջ մղվի խաղաղության օրակարգը, նկատում է Հովհաննիսյանը։ 30-ամյա եւ դեռ ավել հակամարտության այսքան զոհերից հետո ցանկացած ուրեմն խոսույթ, որը քիչ թե շատ տարընկալման տեղիք է տալիս, կարող է խոչընդոտ հանդիսանալ եւ ռիսկի ենթարկել խաղաղության գործընթացը։ Մեր հանդիպման ընթացքում ես կարող եմ արձանագրել, որ երկու կողմն էլ ըստ էության ընկալում է այս երևույթը եւ երկու կողմն էլ ողջունում է օգոստոսի 8-ի համաձայնագիրը։ Պատգամավորը անտեղի է համարում նաև ընդդիմության քննադատությունները, թե Ադրբեջանի հետ ուղիղ շփումներում Հայաստանը միայն զիջողական քաղաքականություն է վարում։ Պետք է հասկանանք, թե ընդդիմադիր շրջանակները զիջում ասելով ինչ նկատի ունեն, որովհետև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից 1 միլիմետր անգամ որևէ մեկին չի զիջվել։ Սա մեկնաբանություն չի քաղաքական, սա կարծիք չի, սա փաստ։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից 1 միլիմետր չի զիջվել որևէ մեկին եւ սա քննարկման առարկա չի կարող հանդիսանալ։ Պատվիրակությունների հաջորդ հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա, սակայն Հովհաննիսյանի խոսքով այս հանդիպման մթնոլորտը չի բացառում այլ հնարավորության դեպքում նոր հանդիպում։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։